Մեկ ժամանեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քիչ հետո մեկնարկել է դատական գործընթացը։ Բացեք, գնացեք։ Մեկ-երկու կարճ հարց, պարոն նախագահ, այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ըստ էության խորհրդարան անցնելու հավանականություն ունեն իրենք եւ Սամվել Կարապետյանի հնարավոր ձևավորվելիք ուժը։ Անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել դիտելու մամլա ասուլիսը, համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ Բհկ-ն կմասնակցի պարոն Սարգսյան ամեն դեպքում։ Տեսնենք։ Իմպիչմենթը չհաջողվի։ Տեսնենք իրավիճակից առաջ երևոք չեմ ուզում ակցիաներ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Նիկոլ Փաշինյանը Արցախյանն հարցը շատ պարզ ներկայացրեց, Ալմատայի հռչակագրին հողում է կատարում, ասում է 91 թվականից այս հարցը լուծված է։ Այ ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմատայի հռչակագիրը ինչ դերակատարություն է ունեցել եւ ինչ այդքան պարզ էր։ Զրոյական, նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել, բա որ այն ժամանակից ամեն ինչ որոշված էր։ Ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչու համանախագահները, 3 համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի, բա որ լուծված էր, լավ, մենք շահագրգիռ ենք բանակցությունների մասնակցելու, ադրբեջանական կողմը ինչ էր գալիս մասնակցել։ Բանավեճին ինչու չեք մասնակցում։ Մի րոպե սպասեք, որ լրագրողները Հարգելի